Բարև ձեզ արգելի բարեկամներ, այսօր մենք խոսենք երակների բորբոքման մասին, որը բժշկական տերմինով կոչվում է ֆլեբիտ։ Իհարկե, մենք խոսել ենք երակների վարիկոզ լայնացման մասին, դրանք լրիվ տարբեր հասկացողություններ են եւ տարբեր հիվանդություններ, այնպես որ երակների բորբոքումը դա երկրորդային հիվանդություն է, որը կարող է լինել այն ժամանակ, երբ որ երակները անցնում են որևէ բորբոքային օջախի միջով։ Հիմնականում ախտահարվում են մանր երակները, իսկ մեծ երակները ավելի քիչ են ախտահարվում, քանի որ նրանք այդ բորբոքային պրոցեսները, այսինքն գործընթացներից ավելի հեռու են գտնվում։ Իսկ եթե խոշոր երակը նույնպես անցնում է թարախային հնոցի կամ օջախի միջով, ապա այս դեպքում այն նույնպես կարող է բորբոքվել։ Բորբոքվում է առաջի հերթին երակը սնող անոթները, այդ տեսեք սրանք երակը սնող անոթներն են, այսպես որ դուրս են գալիս եւ նրանք բորբոքվելով խցանվում են, մեծանում է երակի թափանցելիությունը եւ այս դեպքում վարակը անցնում է դեպի երակի լուսանցքը, սա երակի լուսանցքն է, անցնում է դեպի երակի լուսանցքը եւ քանի որ երակներում այրան շրջանառությունը հոսքը ավելի դանդաղ է ընթանում, ապա այս դեպքում արագ կերպով վարակը սկսում է զարգանալ եւ առաջանում են մեծ տարածության վրա բորբոքային գործընթացներ եւ առաջանում է երակի խցանում, երակը խցանվում է։ Հազվագյուտ է պատահում, որ երակը խցանվում է այրան հոսքի միջոցով, դա կարող է լինել այն դեպքում, երբ որ որևէ բորբոքային օջախից անոթով այրան հոսքի միջոցով գա վարակված տրոմբ, նա կանգ է առնում որևէ երակում եւ առաջանում է նույնպես երակի բորբոքում։ Շարունակվող գործընթացը քայքայում է երակի պատը, այս խցանված շրջանում քայքայում է երակի պատը եւ երակի պատը պատռվում է, սակայն արյունահոսություն տեղի չի ունենում, որովհետեւ այս շրջանում արդեն երակը լինում է խցանված։ Ինչպիսի կլինիկական ախտանիշներ կան այս դեպքում։ Կլինիկական ախտանիշները ցայտուն են այն ժամանակ, երբ որ բորբոքվում են մակերեսային երակները կամ մակերեսային եւ խորանիստ երակներ։ Մակերեսային երակների բորբոքման ժամանակ այն լինում է կարմրած, կարծրացած, ավելի լայնացած, հաստացած եւ շոշափելիս լինում է խիստ ցավոտ։ Խորանիստ երակների բորբոքումը մենք չենք տեսնում, սակայն այս դեպքում ծայրանդամը լինում է այտուցված, գունատ կամ կապտած եւ այրան շրջանառության խանգարման հետևանքով առաջանում են խիստ ցավեր, կարող է լինել նաեւ ջերմության բարձրացում այս դեպքում։ Իսկ եթե Աստված մի արասցե այդ թարախային գործընթացները, բորբոքումները դրանք դեմքի վրա են կամ միջին ականջի շրջանում, ապա այս դեպքում բորբոքման հետևանքով այդ գոյացած տրոմբը կարող է անցնել գանգի խոռոչը, խցանելով որևէ երակ եւ առաջանում են ծանր բարձություններ։ Ինչ պետք է արվի, ինչպես կարող ենք մենք կանխարգելել կամ լինելու դեպքում արդեն միջոցներ ձեռնարկել հիվանդությունը բուժելու համար։ Նախ պետք է բորբոքված երակներին ծայրանդամին տալ հանգիստ, այնտեղ որտեղ երակները բորբոքված են, պետք է տալ հանգիստ։ Հանգիստ մենք կարող ենք անշարժացնել ծայրանդամը եւ դնել բարձր դիրքում, այսպես պահել բարձր դիրքում, բարձր դնել, եթե ստորին ծայրանդամներն են ոտքերի տակ, դնել բարձրում, որպեսզի այրան շրջանառությունը ինչ որ չափով կարգավորվի, կանգային երևույթներ չառաջանան։ Եվ չի կարելի այս դեպքում կատարել մերսում, չի կարելի կատարել ֆիզիկական վարժություններ, որովհետև ամեն դեպքում կարող են այդ տրոմբները պոկվել, տեղաշարժվել եւ խցանել ուրիշ երակներ։ Ինչպես ժողովրդական, այնպես էլ դասական բժշկության մեջ լայնորեն օգտվում են տզրուկներից։ Տզրուկները կպցնում են այս երակների շրջանում, երակների վրա եւ տզրուկը ծծում է այրունը։ Նախ այստեղ կանխում է այդ խցանումները եւ քանի որ տզրուկը երակի մեջ, լուսանցքի մեջ արտադրում է հիրուդին ֆերմենտը, որը
կանխում է տրոմների գոյացումը, այսինքն այրան մակարդելությունը իջեցնում է եւ տրոմների գոյացումը կանխում կամ նվազեցնում է։ Բացի այս մեթոդից մենք կարող ենք օգտվել նաեւ բույսերից։ Լավ է օգտվել ընկուզենու կեղևից կամ տերևներից։ Ընկուզենու մանրացած կեղևը կամ տերևները, որ այստեղ մենք ունենք մանրացված կեղև, այսպես լցնում ենք 1 ճաշի գթալ, 1 բաժակ եռման ջրի մեջ, ներողություն, 1 բաժակ եռման ջրի մեջ, փաթաթած, թրմում ենք, անձեռնոցիկով լավ կփաթաթեք, թրմում ենք 3 ժամ, որից հետո քամում եւ օգտագործում եք քառորդ թեյի բաժակ, քառորդ թեյի բաժակը 50 գրամ է, քառորդ թեյի բաժակ օրը 4 անգամ քաղցած վիճակում։ Մյուսը դա ձիու շագանակն է։ Ձիու շագանակին կամ ձիակասկը, որը կա այստեղ, տուփը բացելուց հետո վերցնում ենք 1 ճաշի գթալ, լցնում ենք 200 միլիլիտր տարողությամբ բաժակի մեջ, վրան լցնում ենք 70%-անոց սպիրտ կամ օղի, ենթադրենք լցել ենք արդեն այդ սպիրտը կամ օղին, այն մնում է 2 շաբաթ, որից հետո կարող ենք համել եւ օգտագործել 40 կաթիլ օրը 3-4 անգամ քաղցած վիճակում։ Ինչպես ընկուզենու տերևները կամ կեղևը, այնպես էլ ձիակասկը օգտագործում է ոչ միայն երակների օգտագործում է նաև երակների լայնացման, տրոմբոֆլեբիտների, բորբոքումների, թութքի, շագանակագեղձի ադենոմայի եւ այլ երակային հիվանդությունների ժամանակ։ Ձիակասկը կարողանում է լուծել մանր տրոմները, ամրացնել անոթի պատը եւ իջեցնել այրան մակարդելությունը, հետևաբար այն երակների լայնացման համար ոչ միայն ստորին վերջույթների, այլ նաև սրտամկանի և ուղեղի անոթների համար չափազանց օգտակար է և դուք կարող եք օգտվել այդ միջոցից, բույսից։ Մենք դրա մասին հաղորդում ենք արել և ասել ենք ձեզ։ Հաջորդը վերցնում եք կալանխոյե բույսի տերևները, դա կուլտուրական բույս է և բազմացնում են տանը կամ աճեցնում են, այդ կալանխոյը ես այստեղ չունեմ, որ ձեզ ցույց տամ, լցնում եք, կտրատում լցնում եք որևէ տարայի բաժակի մեջ, վրան լցնում եք դարձյալ 70%-անոց սպիրտ կամ օղի, 10 օր թրմելուց հետո այն քամում եք և դրանով շփում եք բորբոքված այդ ծայրանդամի շրջանը, այսինքն որտեղ որ երակները բորբոքված են, օրը մի քանի անգամ, կամ նույնիսկ կարող եք դնել թռչոցներ 30, 40 կամ 1 ժամ տևողությամբ։ Այն ներծծում է այդ բորբոքային գործընթացը և վերականգնում է այրան շրջանառությունը։ Հարգելի բարեկամներ, այսքանը ձեզ առողջություն եմ ցանկանում, մինչ նոր հանդիպում։